Հանուն Հոր եւ Որդվո եւ Օգուին Սրբո ամեն։ Աստվածածնի տոնը անցյալ գիրագիով սկսավ եւ կշարունակվի 9 օրեր, սիրելիներ։ 9 օր մենք երգենք Սուրբ Աստված, որ եկիր եւ վերափոխեցիր քու մայրդ, ողորմե մեզի, որովհետեւ 9 օրերը Աստվածածնի փառաբանության ինքը հրեշտակներու թասին թասվեցավ, ադոր համար եկեղեցին մեզի գսե սրբություն սրբոց գրողը, Հիսուսին գրողը, Աստվածամայրը պետք է հիշվի։ Դիրամորը հետ նաև մարդոցս ուրախությունը կշարունակվի։ Այսօրվա ավետարանը կխոսի երկու գիներու ուրախության մասին՝ Դիրամոր եւ Եղիսաբեթի, որոնք երկուքն ալ Աստուծմե լուր արած էին, որ զավակ պիտի ունենան։ Երբ հրեշտակը կավեդե Աստվածամորը, որ Հիսուսին պիտի ծնի, գսի ավետարանը ելավ եւ ուրախությամբ Էլիզաբեթի դունը գնաց։ Եղիսաբեթին ողջույն տվավ, երբ Եղիսաբեթ Մարիամի ողջույնը լսեց, իր որովայնին մեջ երեխան շարժեցավ։ Եվ Եղիսաբեթ Սուրբ Հոգիով ներշնչված բարձրացայն ըսավ. «Կիներու մեջ օրհնյալ ես դու, եւ օրհնյալ է զավակը, որ կգրես որովայնիդ մեջ»։ Ինչ ուրախություն ու երջանկություն, որ Տիրոջս մայրը ինձի գայցել է, որովհետև երբ ողջույնդ լսեցի, երեխաս ուրախությամբ շարժեցավ որովայնիս մեջ։ Այսինքն թե մեծերը, թե ձեր չծնածները կուրախանան, որովհետև Աստծո ներկայությունը կզգան։ Եղուսաբեթին եւ իր մանուկ Հովանես Մկրտչին մեծ ուրախություն կդիրե։ Աստվածամայրն ալ ատ հանդիպում են ոգևորված, ինքն ալ իր ուրախությունը կարտահայտե մեծ մեծացուցե փառաբանություն ըսելով Տիրոջը։ Գսե որ դերը բերի քովապանեմ, ահա հոգիս կուրախանա Աստուծով փրկիչովս, որովհետև ան տեսավ իր աղախնին հեզությունը, ասկե իդ բոլոր սերունդները երանի պիտի տան ինձի, քանի հզորն Աստված ինձի համար մեծամեծ գործեր կատարեց եւ սուրբ է անունը նորա։ Ուրեմն մենք այդ սերունդն ենք, որ կուրախանանք Աստվածամոր լուրով, եւ մենք այդ սերունդն ենք, որը կոչված է ուրախանալու Քրիստոսով։ Հայերենի մեջ ուրախություն եւ խնդություն բառը կա, սիրելիներ։ Ուրախություն, երբ որ դուրսեն բամը կբադահի, կուրախանամ, լավ լուրը կառնեմ, անգլերենով happiness կսեն, հա։ Իսկ խնդությունը ներսի ուրախությունն է, joy կսեն, որ ոչ թե դուրսեն բամը պետք է լա, այլ ներսեն իմ անձս, որու վրա խարսխված է, ով է իմ Տերս, ով է իմ ուրախությանս աղբյուրը։ Եվ մենք ավետարանները, երբ որ կփանանք, արդեն բարի լուրով, ուրախությունով կսկսի։ Երբ Հիսուս կծնի, ողջույն կուտան հրեշտակները ասելով. «Մի վախնակ, ձեզի ավետիս մի տամ, որ ամբողջ ժողովրդին մեծ ուրախություն պիտի պատճառի, որտեղ այսօր փրկիչը ծրավ, որ ձեր օձյալ Տերն է»։ Ավետարանը գսե, երբ ապաշխարության մեկը դարձի գա, երկինքն ալ կուրախանա։ Գսեմ ձեզի, երկինքի մեջ նույնպես ուրախություն պիտի լա մեկ ապաշխարող մեղավորի համար, քան 99 արդարներու համար, որոնք ապաշխարության պետք չունին։ Եվ հոս է, որ ապաշխարության նպատակը սիրելիներ ուրախությունն է։ Հայերեն լեզվի մեջ ապաշխարությունը սած ենք ինչ կնշանակե։ Աշխարհ առանց հոյի կնշանակե դրդմիլ, սքալ, ապաշխարել կնշանակե չդրդմիլ, չսքալ, այլ ուրախանալ, որտեղ մեր լեզուն հասկացած է իրական ուրախությունը Քրիստոսին երթալն է եւ իր մեջ մնալն է։ Պողոս առաքյալը գսե, եթե գուզեք տեսնեք ձեր մեջը Սուրբ Հոգի ովևէ նշան գա, ովևէ բդուղ գա, հետևյալը փնտրեցեք. սեր, ուրախություն, խաղաղություն, համբերադարություն, ազնվություն, փարություն, հավատարմություն, հեզություն եւ ժուժկալություն, այսինքն չափավորություն։ Այսինքն աս ամենը նշաններ են, որ մենք Սուրբ Հոգիեն բդուղ ունենք, այսինքն իր հետը ապրող հարաբերություն ունենք։ Ուրեմն մեր հոգևոր կյանքը մեր ներքին խնդության առաջին պատճառը պետք է լա սիրելիներ։ Հարցում հետևյալն է. Թուն ուրախ ես, որ առաջի քրիստոնյան ես, որ Քրիքո լուսավորչի սերունդն ես, որ մգրտված ես այս սուրբ ավազանեն, կամ հոգևոր կյանքդ որպես բարդականություն, մեղքե դրդված, հա, guilt եւ shame գա մեջդ, ադոր համար Աստված կերտաս։ Աստված կսե չէ,
ես կուզեմ, որ իմ զավակներս ուրախությամբ եւ ազատությամբ ինձ իկան եւ ինձ սիրեն, որտեղ մեր հոգեվոր կյանքը պատճառը պետք է լա ամեն օր ուրախության։ Այսօր դուրսը լավ լուր չի գա։ Մեկ հատ բացեք գայանները կտեսնեք, ոչ մեկ լավ լուր կա։ Եթե մենք ավետարանով չուրախանանք, աստուծմով չուրախանանք, ուրեմն շատ դժվար մեկը պիտի լինենք։ Ուրեմն դխրությունը մեղքի եւ աստուծմե հերու ըլլալու արդյունքն է։ Երբ որ կգարտանք Ադամ եւ Հավայի պատմությունը ինչ եղավ, դրախտի մեջ ուրախ էին, աստուծո հետ գքալեին, Աստված ասավ չուդեկա ծառեն, բայց այն ադեն, երբ որ քացին եւ անհնազանդությամբ կերան, ինչ կսե Սուրբ Գիրքը, մերգացան աստուծո շնորհեն եւ դրդմեցան, ինչ տառաբանք ապրեցան, որովհետեւ լույսեն, Քրիստոսեն ուրախութենեն հեռացան։ Երբ կապրինք կյանք առանց Քրիստոսի, մեր կյանքը տխրությամբ եւ թարմությամբ, դրդմությամբ մեր սիրտը գլեցվի։ Առաջին պատվիրանը ինչ կսե, ես եմ քու Տեր Աստվածդ, ուրիշ աստվածներ չունենաս։ Ինչու, որովհետև Աստված բռնաբեդ է, ոչ, որովհետև գիտե, որ մեր հոգին իր մեջ շինված է, իր բաժինը մեր մեջը կա, եւ երբ որ իրեն չենք մոտենար, այն ադեմ բագաս կսկանք եւ մենք կսկսենք նեղվելու։ Իմ պատկերս ունիս քու մեջը գսե Աստված, եւ ինձ մե բաժին չունենաս, տխուր կլաս։ Ասիա գնմանի, երբ որ բզդիգը դունը սնունդ չուդեր, գարակ, պանիր, մածուն չուդեր, եւ իրեն ինչ կուդան, շաքար կուդան, սպրայտ կուդան, վիդեո գեյմ կուդան, հայպ կլա, բայց ինչ կլա, ուրախություն չունի մեջը, միայն այդ արդակին զվարճանքն է, որ մեկը կա։ Մեր հոգին նույնն է, ինչպես մեկը իր մայրը կփնտրե, մենք Աստված կփնտրենք, բայց ուրիշ տեղեր։ Մեզի համար գսենք մենք ուրախ ենք, երբ որ դունս մեծը լա, հագուստս սուղը լա, իմ հարսնիքիս 1000 հոգի մասնակցի, մարդիկ իմ նկարներս տեսեն, ասեն վաու, բայց իմ մեջս տխրությունը փույն գտնե, երբ որ այդ բոլոր ուրախությունները միայն աշխարհիկ են։ Մեկը կմոտենա Տեր հորը գսե, Տեր այր, ընտանիքս կքանթվի, ամեն բան գասես ցախ կերտա, անհաջող կերտա։ Տեր այն ալ գսե, աղոթքիդ կյանքը ինչպես է, բահ կպահես, վերջին անգամ երբ հաղորդություն առեր, ձուխ մը գա, որ գծարայես, բարիք մը գնես, մարդը կփարգանա, գսե, ադոնք ինչ կապ ունին, ես հիմա ընտանիքովս զբաղված եմ, ամեն բան կքանթվի գոր։ Այո, գսե Տեր այրը, ով քեզի ընտանիք հրավ, որով միացակ, խաչով, եկեղեցիով, Քրիստոսով, ով քեզ եւ զավակներդ մգրդեց, եկեղեցիով եւ Քրիստոսով։ Այսինքն տուն աստուծմե կփախիս, կուզես որ ուրախություն ունենաս։ Գսե դղաս, քու ադաղձդ Քրիստոս ինքն է, մատերիալդ որ ունիս մեջը։ Առանց իրեն ուրախություն չես կրնար ունենալ, անգամ եթե լեցուն նյութական ունենաս։ Այսինքն գնմանի մարդը գեղեցիկ օթո ունի եւ գուզե այդ օթոն ջուրով աշխատի։ Չի կալեր, չէ, Երանի կալեր, սուղցեր է գազը, հա։ Բայց ասածս, որ մեր հոգին, երբ որ չունի իր նյութը, չի գրնար իր խնդությունը ստանալ։ Մենք կդխրինք եւ շատ կհոգնենք եւ մեր ուժը Աստուծո հետ չենք սպարել, չենք նորոգվիր Քրիստոսով։ Տեսեք այսօր, որում որ հարցնես ինչպես է, առաջի պատասխանը վազվզուկ, սփաղ են, չէ, անթաթար կորձի մեջ են։ Դունը կորձի են, կորձի տեղը կորձի են, լվացարանն ու փաղնիկը կորձի են, որտեղ մեր կորձիկները ամեն տեղ մեզի փամը անել գուտան։ Մենք կփանանք քեշ լուրերը գլսենք, իբր նորություն գառնենք, բայց այդ լուրերը վախ կառաջացնեն մեր մեջը։ Եվ քանի որ չենք նորոգվիր Աստծո խոսքով, մենք կգարձենք, որ օրը դժբախտությունը մեզի պիտի հասնի։ Իսկ ավետարանը ինչ կսե Քրիստոս։ Ինձի եկեք դուք բոլորդ հոգնածներ եւ բեռնավորվածներ, եւ ես հանգիստ պիտի տամ ձեզի։ Քրիստոսի դված հանգիստը շատ տարբեր է։ Ձեր վրա արեք իմ լուծես եւ ինձ մեզ սորվեցեք, որովհետեւ հեզ եմ եւ սրտով խոնար եմ, եւ դուք ձեր հոգեգան հանգստությունը պիտի գտնեք։ Քանի իմ լուծս դյուրավ տանելի է եւ բերս թեթև։ Ձեզ մեկը գա, որ հոգեգան հանգստության պետք չունի, կամ ձեր զավակներեն մեկը, կամ ձեր թորնիկներեն մեկը, կամ մենք խապվեր ենք, ադմուգի անիվը գա, վազելով, գսեն hedonic treadmill,
նյութ կհավաքենք, այն հույսով, որ օրը ուրախ պիտի լանք։ Բայց Տերը գսե չէ, ես ինչ կուզեմ, հեզ հոգի եւ խոնար սիրտ, ինձի եկեք, ես պիտի դամ ցեզի։ Արդեն այս կյանքը լուծ ունի, չես կրնար փամը չնելով չապրիլ, բայց երբ որ առանց ինձի գաշխատիս, կորցդ կրգնագի դժվար գլա։ Ինչպես Աթամին ասավ, երգիրը փուշ եւ տադասկ պիտի փուսեցնե, որովհետեւ ինձ մե հերու իրականությունը զադեցիր։ Ուրեմն Քրիստոսի լույսը հանգստությունն է, երբ իր հետ աղոթքի ժամ ունենք օրական, լռության վարգյաններ ունենք իր հետ սիրելիներ, պատարակը առաջնային է մեզի համար, իր հետ ապրող հարաբերություն ունենալով, իր պատվիրանները գիտնալով եւ կործադրելով։ Մեզ մի ով դաս պատվիրանները գիտե։ Գիտես, որ պատվիրաններեն 4-րդը գսե, որ շաբաթ օրը սուրբ պահ է, այսինքն գիրագին քրիստոնյայի համար, այսինքն գիրագի Աստծո դունը գնա, տիրոջմով ճաշակվիր, կեր, լեցվիր եւ քնա ընտանիքիդ հետ եղիր։ Մորցիր այդ Starbucks-ը քեզի $18 կվճարե գիրագի օրը։ Ոչ, որտեվ քու հոգեգան հանգստությունը ոչ թե նյութականի մեջ է, եւ ասիկա կյանքի բոլոր անկրվաններուն կվերապերի, այլ Աստուծո հետ լալու մեջ է։ Այսինքն այդ պատվիրան տվողը, որ գսե մի սպաներ, մի շնանալ, մի կողնալ, ուրիշին ունեցվածքին աչք մի տիր, նույնը գսե, որ հանգիստի օրը բադվե եւ սուրբ պահե, որովհետեւ ամեն ինչի դերը ես եմ։ Մենք կդխրինք նաեւ սիրելիներ, երբ Աստուծո նպատակին չենք ծառայեր։ Շատերս միայն այս աշխարհի վրա նպատակ կփնտրենք։ Ծնանք, ուսում առնենք, լավ գործ ունենանք, զավակներ ունենանք, ամուսնանանք, օր մնալ մահը կա մեզի տանի։ Բայց Տերը գսե, որ ես եկա, որ կյանք ունենաք, ավելիով կյանք ունենաք, լեցուն կյանք ունենաք, ոչ թե միայն այս ֆիզիկական գոյությունը։ Եվ Պողոս առաքյալը գսե, որ ինչ է մեր նպատակը այս կյանքի մեջ։ Գսե արդ, որովհետև Աստուծո գործագիցներ ենք, օրթախ ենք Աստուծո հետ, այսինքն իր հետը կորձնողներ ենք, կաղաչենք ցեզի, մի վատնեք Աստուծմե ցեզի ստացած շնորհքը, այդ շնորհքը, որ ստացած ես մգրդության մեջ, քու մեջը դրած են այդ սերմը, այդ շնորհքը, որ ամեն անգամ կստանաս քու կաս Աստուծո տուն, մի վատնեցեք, այլ ապրեցեք ինչպես որ Տերը կուզե։ Շնորհք կրնանք ստանալ եւ երբեք չկործածել, եկեղեցիկալ, ավետարան մտի գնել, բայց կյանքը ապրիլ Աստուծմե հերու։ Անգեղձ լանք, շատերուս կյանքը հոս կսկսի հոգևոր, շաբաթ օրը ժամը 10, գիրագի օրը 10:30, մեկին կվերջանա, կվերադառնանք մեր սովորություններուն եւ մեր կյանքին։ Շաբաթվա ընթացքին կրնա ավետարան ալ շփանանք, եթե փամփասանք կա մաս կազմենք, չարախոսություն կա մաս կազմենք, պետք է խափենք, գխափենք, որտեղ իրական կյանքը հոս է, բայց Աստված կսե դու շնոր առիր։ Ինչ հրավ ավետարանական առագը, որ 10-րդ տված էր ամենուն եւ ասած էր գնա շահելու։ Բաժեց անոր, որ մեկ տված էր եւ չէր կործածած։ Ադիգա Աստծո շնորհն է, որ երբ որ գառնենք չենք կործածեր, մենք մեզի է, որ պատիժը կնենք։ Մենք ստեղծված ենք Աստուծո հետ կապի մեջ լալով ծառայելու, սիրելու, ներելու, իր լույսը աշխարհ դանելու, ինչպես Տիրամայրը լույսը առավ, բարի լուրը առավ եւ տարածեց։ Եթե ես եւ տուն պիտի չներենք եւ կարծր սիրտ ունենանք, ինչպես այդ հեթանոսը, որ դուրսը կաբրի, ինչ տարբերություն։ Ադորամար այսօրվա ընթերցումը գսե, ինչ կապ ունի խավարը մութին հետ, ինչ կապ ունի հեթանոսը քրիստոնյային հետ, ինչ կապ ունի սատանան Աստուծո հետ։ Նույնը մենք ենք, եթե չենք փոխվիր, մեր մեջը փամը չի փոխվիր, ասերը թե մեր հավատքը պարզապես արդակին գաղաբար մնե, որ գիրագի օրերը կսիրենք։ Երբ միայն մեզի համար գաբրինք, ունենք զվարճանք, հարստություն, entertainment կա, բայց հոգևոր ուրախություն եւ խնդություն չունենք։ Մեր նպատակը ոչ թե ինչը գուրախացնե ինձի, այլ դեր ինչ կուզես, որ այս կյանքը ծառայեցնեմ, ինչի կուզես այս կյանքը ծառայեցնեմ, որտեղ վերջը քու քովդ պիտի կանք եւ քու զավակները պիտի լանք։ Ուրեմն ուրախությունը Աստուծո հետ համագործակցությունն է։ Եվ մեկ բան կա, երբ որ գսեմ ուրախություն եւ խնդություն, չեմ ասել, որ դառաբանք եւ դժվարություն պիտի չունենանք։ Ոչ, արարչությանը սկիզբեն կտեսնենք, երբ որ մարդը դժվարություն չունի, Աստծո օրենքը կանարգե։ Հիմա արեք մարդումը, ասեք, որ 50 միլիոն շահած ես լոտո կեբեկով եւ տեսեք այդ մարդու կյանքի ինչպես կավրվի։
Եվ եղած են ասանք բաներ, որ մեկը պատահական դրամ շահած է 6 ամիս հետո մեռած է, որտեղ ամեն ինչ abuse եղած է։ Ուրեմն տառաբանքը ուրախության մաս կկազմի։ Մարիամ եւ Եղիսաբեթ ուրախ էին, ոչ թե որտեղ զավակը պիտի ծներ եւ ամեն կյանքը հանգիստ պիտի դելար, ոչ, հակառակը, երկուքի զավակներուն ալ հռոմեական թագավորությունը ինչ ըրավ, սպանեց, Հովանեսին գլխադեց, հա, Քրիստոսին խաչը բարձացուց։ Ուրեմն տառաբանքը մաս կգազմի։ Ադոր համար Բողոս Սարաքյալը գսե, որպես Աստուծո պաշտոնյաներ, մենք, որ ուրախության կոչված ենք, պետք է ունենանք մեծ համբերությամբ հանձն առնել նեղությունները, վիշտը, չարչարանքը, ձեձը, փանդը, խռովարարներու վայրակությունները, հոգնությունը, անքնությունը, անօթությունը, այս բոլորը դարենք մաքուր սրտով, գիտակցորեն, համբերադարությամբ եւ քաղցությամբ, որովհետեւ գսե վերջը վերջո մեզի մեծ մրցանակ պարգև կսպասի, որ Քրիստոսի հետ ենք։ Ուրեմն տառաբանքը մեզի կմոտեցնե Քրիստոսին եւ տառաբանքով մենք կմոտենանք իրեն սիրելիներ։ Ինչպես աշխարհի մեջ զավակ պիտի ունենաս 9 ամիս պետք է տառաբանք քաշես։ Այդ զավակը ունեցար դպրոց պիտի երթա, պիտի տառաբանքով դժվարությունով սորվի։ Գործ պիտի հաջողիս, դժվարությունով պիտի աշխատես։ Չի գա ամեն բան պատրաստ, բայց երբ որ Քրիստոսով գնենք, ուրախությամբ գնենք եւ գլուխը հանգիստ կտնենք բարձին, գսենք Փառքես Աստված, փառքես։ Ուրեմն աղոթենք, որ Տիրամայրը իր օրինակով բարեխոսե սիրելիներ, մեր կյանքը հոգեվոր խնդությամբ եւ ուրախությամբ լեցվի եւ մենք ալ ասենք, որ փառք Աստուծո բարձունքներու մեջ եւ ուրախություն մարդոց մեջ, որով օրհնյալ է Հավիդյանը Սավիդենից, ամեն։